Փաշրահասակ եղած են եւ դրթատ 3-րդ արշագունի թագավորը եւ անորգինը թշխո Աշխենը։ Այս երկու փաշրահասակներեն ծնած է գարջահասակ Խոսրովը, որ իր հասակին համար գոչած են Գոդակ։ Գոդակ կնշանակե փոքրահասակ, կարճ։ Քահ պաշտանալեն ետք Խոսրով Գոդակ կգանչե իր խնամակալը եւ կհարցնե անոր. Ես կլսեմ, որ մեծ ու փոքր իմ յետևեն զիս Գոդակ կգանչեն։ Ադիգա չի նսեմացներ իմ արքայական արժանապատվությունը։ Ամենևին աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին փաշրահասակ չէր, բայց փառքով քերազանցեց բոլոր փաշրահասակ երևելիները։ Չանա քու կորձերով փաշտանալ մարդոց աչքերուն մեջ։ Սա է իմ խորհուրդս, գսե խնամակալը։ Գանցնին դարիներ կհիմնադրվին թվին մայրաքաղաքն ու Խոսրովի անդարը։ Արքան նորեն գթիմե իր երբեմնի խնամակալին, որ արդեն զարամյալ այր դարձած էր եւ կհարցնե. Ես արդարացուցի հույսերդ, այո Խոսրով, քու բարենորոգումներով ու շինարարությամբ թուն սիրելի դարձար բոլոր հայերուն։ Հիմա գոդագսելով մարդիկ կհասկանան ոչ թե գարջահասակ, այլ բարձր, վսեմ, վերասլած ցերնարգումներ իրականացնող դիրակալ, կպատասխանե խնամակալը։ Լավ եղեք։ Հաջողություն բոլորիդ։